Bareu on comedy. Hello, greetings from Germany. Hello. Կոմեդին է միակ հաղորդումը, որ այս մի երկու օրն էլ մեքենան չի լվանում, որ այս ցեխերը անցնեն ու նոր լվանա։ Շնորհավորում ենք կանանց մարտի 8-ը եւ խոստանում այս տարի միամսյակը կատարել 10 օրում։ Ես թվում է կանանց այդ միտքը այդքան էլ դուր չի գա։ Լավ, միամսյակը 2 ամսում, լավ է։ Տիրա, այսօրվանի մեջ դիտեք։ Ինչպես միշտ։ Ինչպես միշտ։ Մարդի 8, բարևել լուսավոր առավոտ։ Շնորհավոր։ Մարդի 8 Սլացող քարոզարշավ, ինչ ընդհանրություն ունեն Տիգրան Մեծն ու Լևոն Տեր-Պետրոսյանը։ Մեծ սկանդալ Եվրոպական բանկի փոքրիկ ներկայացման ժամանակ։ Ում են պատերազմ հայտարարել կոմունիստները։ Կարլը ինքնուրույն բացահայտում է ինչ է բարձրագույն կրթությունը։ Սիրելի կանայք, այս տարի ձեր միամսյակին մի փոքր վայիսա լինելու մեկ այլ միամսյակ։ Խոսքը նախընտրական քարոզարշավի մասին է, այնպես որ պին դեղեք մի օր սայլ կանցնի։ Եվ այսպես գնաց, ինչ նոր բոց կա հանրապետականից։ Սկանդալ, ինչ որ սկանդալ։ Չկա։ Նոր կլիպ էլ չեն նկարել։ Չէ ոնց որ։ Գոնե ինչ որ բան կա։ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը սիրով շնորհավորում է մայրերին, քույրերին, կանանց եւ աղջիկներին տոնի արդիվ։ Հայաստանի Հանրապետական կուսակցություն, երջանկություն եւ սեր։ Վերջ։ Այսօր հա։ Չեղավ հանրապետականներ մի քիչ ավելի ակտիվ։ Կոնգրես ՀԺԿ դաշինքը սպառնաց ցավացնել բնակչությանը։ Չի կարելի տես լուսաբանել ընտրությունները։ Տենց ո՞նց։ Ակնհայտ բացասական երանգով։ Նախ բացասական երանգը իմը չի, երկրորդն էլ այնտեղ happy end կա վերջում։ Մենակ ճիշտ բժիշկն է ուղիղ դիագնոզ ասում ու ասում է քեզ պիտի ցավացնեմ մի քիչ, բայց բուժեմ։ Բա տեսնում ես վերջում բուժելու են։ Դե լավ է, սրտիցս քար ընկավ։ Իսկ գլխավոր բժիշկուր է։ Այդ նույն հարցը տվեց մի լրագրող։ Վաղուց պետք է սովորած լինեիք, որ ինքը սովորական ընտրական տեխնոլոգիաների երբեք չի ենթարկվում։ Վաղուց պետք է սովորած լինեիք, որ ինքը ունի հատուկ ոճ խոսելու ժողովրդի հետ։ Կարող է հազվագյուտ է խոսում, բայց շատ դիպուկ է խոսում։ Ներեք լրագրողներին, քանզի չեն հասկանում ինչ են հարցնում։ Լավ բայղավ։ Ես իր տեղը գետինը մտա այդ անտակտ հարցից։ Տիգրան Մեծից հետո երկրորդ մարդն է։ Նայ, էլի չափ հանցար, էլի բացասական երանգ ես մտցնում։ Հիմա մենք գում Արցախը ազատագրելու համար Տեր-Պետրոսյանը գնացել է այսպես ասած նվաճումների։ Եթե Տիգրան այն ժամանակվա առիթ օգտագործել է հրավել է 2 միլիոն, Տեր-Պետրոսյանի հնարավորությունները թույլ էր տալի Ղարաբաղի կրկնակի երրակի նվաճեր եւ ինքը նվաճեց առավելագույնը երրակի։ Տիգրան Մեծից հետո երկրորդ մարդն է։ Ինձ ամենաշատը դուր եկա, որ անգամ նկարի վրայի Տեր-Պետրոսյանը մեր նույն ռեակցիայից տվեց։ Տիգրան Մեծը, երբ որ նվաճեց այդ հողերը եւ դա գիտեք ինչքան ա եղել, ինչ Աղդամ, ինչ Ղարաբաղ, 2.5 միլիոն քառակուսի կիլոմետր։ Այսինքն ներկայիս Բրազիլիայի չափ տարածք։ Ну չհաշված որ ներկայիս Բրազիլիայի տարածքը տենց մոտ 8.3 քառակուսի կիլոմետր է։ Մի թեթև անճշտություն կար, 12 Ֆրանսիայի չափ անճշտություն։ Կամ 24 Միացյալ Թագավորությունների չափ։ Լավ, անցնենք առաջ։ Ծառուկյան դաշինքի հավաքի ժամանակ բեմ հրավիրվեց Միամիտ Հոպարը։ Կներես ով ես Միամիտ Հոպարը լսեցի։ Հա, դու լսեցի Միամիտ Հոպարը։ Մեր Միամիտ Հոպարը բա մի հատ խնդրանք ունեմ, ես Միամիտ որտեղից է։ Կողմացիք մեզ այրտավանցոց ասում են Միամիտ Ղլաչեցի։ Հա, մենակ Միամիտ Ղլաչեցի եմ, պարոն Ծառուկյան ասում է, կլինի 10 դրամ ավելացնես, արա իսկական դու Միամիտ ես, ես արդեն 40 դրամ ավելացել եմ, ասես չէ, ես գիտեմ 40 ավելացնես, այն 10 էլ գումարես, կլինի 150։ Ադե Միամիտ մարդ է մտածեցիք դուք, բայց չէ։ Չէ, բայց իրոք Միամիտ մարդ էր ոնց որ։ Վարքյաններ անց Միամիտ հրաչեցին բանակցային այկիդոյի անում հենց տեղում։ Ձեր աշխատողն է, դուք որ ուշացրիք ընդունելությունը։ Ամսի 1-ից հետո եկավ, ուշ եկավ։ Հոկտեմբերի 1-ից հետո եկավ։ Խաղը գերհասունացավ։ Իմ խաղը որ բերեցի, ճիշտ ասած կարա եւ բերեմ եւ չբերեմ,
հետո ձեր աշխատողները 100 կիլո ինձանից պահում արին։ Ասին 100 Կարող ենք այդ միամիտ հոպային հրավիրել էկոնոմիկայի նախարարություն։ Ոչ թե կարող ենք այլ պարտադիր է։ Իսկ ազատ դեմոկրատները շարունակում են մնալ մենաշնորային դիրքերում։ Չէ, իրանք չեն մենաշնորի դիրքերում։ Մեծ տղա ես չգիտես ով է մենաշնոր։ Ես զուտ եվրոինտեգրման մասով եմ ասում, իրանք միակ եվրոպամետն են։ Քարոզչության առանցքային դրույթներից շեշտադրում են Հայաստանի եվրոպական ինտեգրացիայի կարևորությունը։ Թերևս եվրոպական ինտեգրացիան այլընտրանք չունի, դա մեզ բերելու է եւ քաղաքական, եւ տնտեսական, եւ տեխնոլոգիական, եւ հումանիտար բարեկեցություն, առաջընթաց, զարգացում։ Ինչ քաղցր է պատմում, մարդը լսում է, նայում է մի պահ մոռանում է, որ մոնոպոլիստի մեկն է։ Զուտ եվրոինտեգրման մոմենտով եմ։ Այդպես էր, մեկ էլ որտեղ անսպասելի հայտարարություններից ելքը։ Մենք կողմնակից ենք եւ մենք նախաձեռնորեն ենք Եվրոպական միության հետ ասոցիացիան համաձայնագրի վերսկսում, բանակցությունների վերսկսում եւ խոր եւ համապարփակ համաձայնագրի, առևտրի համաձայնագրի շուրջ բանակցություններ եւ մենք համարում ենք, որ Հայաստանի ապագան անվտանգությունը, տնտեսական զարգացումը կապ ունի այս բանակցությունների հետ։ Դերվի մենաշնորհների դեմ պայքարի հանձնաժողովը ՏՄՊՊՀ-ն միջամտել է, ասել է տենց չի լինի, գոնե մի կուսակցություն էլ պետքա Եվրոպա մեծ լինի։ ՏՄՊՊՀ-ն միջամտել ասել է, այդ անմեղ, ամենաանմեղ հանձնաժողովը։ Դժվար չէ, ես էլ որսեն արտասանեցի մի տեսակ այդ նախադասությունը ինչ է։ Էլի կոմկուսից նյութ չունենք, խայտարակ վիճակ։ Մի աչքով ես նայում։ Այսօր հավասարակշռված լուսաբանումն ավելի դուխով ենք անում, որտեղ ունենք նորություն կոմունիստական կուսակցությունից։ Փետրվարի նորություն չի։ Չէ։ ԽՍՀՄ կոմկուսից չի։ Չէ։ Հո դեպք չի պատահել ինչ։ Չէ, ուղղակի ծերուկները մի փոքր զայրացրել են LGBTQ համայնքին։ Q-ն ինձ թվում է դեռ շուտ է, թողնենք ժողովուրդը դեռ LGBT-ն մարսի։ Կոմունիստական կուսակցության նախընտրական ծրագրի այն կետը, որով կուսակցությունը մեջբերում են պատրաստվում է պայքարել համասեռամոլության տրանսգենդերների դեմ հայաստանյան LGBT համայնքում զարմանք է առաջացրել։ Զարմանք, որ պայքարելու են, թե զարմանք, որ դա նախընտրական ծրագրում է։ Զարմանք, որ կոմունիստները, ինձ թվում է։ Մասնավորապես ուզում եմ ասել, որ 1922 թվականին կոմունիստական կուսակցության հիմնադիրներից Լենինը ապաքրեականացրել էր նույնազառականությունը սովետական միությունում, մինչդեռ շատ եվրոպական երկրներում դա դեռևս համարում էր քրեորեն հետապնդելի արարք։ Կոմկուսում տեղյակ եմ, որ Լենինը ապաքրեականացրել էր։ Կարող է մեր կոմկուսում ավելի շատ տրոցկիստներ են կամ ստալինիստներ։ Մի խոսքով ոչ ոք չէր մտածի, որ Քարոզարշավի ամենասկանդալային PR քայլը հենց կոմկուսը կաներ։ Մյուսներ ջան, պետք է մի քիչ կենտրոնանաք։ Մինչդեռ Օհանյան, Ռաֆի Օսկանյան դաշինքը կարծես չի շտապում կատարել հենց ամենաառաջի խոստումը։ Որ մեկը։ Ինչպես 2013-ի նախագահական արշավին, այս անգամ եւս շարանգության առաջնորդ Ռաֆի Հովանիսյանը ձեռքով կբարևի գյուղերի կենտրոններում ու քաղաքների հրապարակներում հավաքված մարդկանց։ Համագումարին Ռաֆին սկայպով էր, քանի օր Քարոզարշավը սկսվել է, ինքը չկա։ Ռաֆին ուրա, Ռաֆին։ Օհանյան Ռաֆի Օսկանյանի մեջի Օսկանյանը կա։ Օհանյանը կա։ Ռաֆին ուրա, Ռաֆին։ Իսկ այժմ միամսյակի նվիրված թեմաներ։ Եվրոպան կաջակցի կանանց։ Հայ կանանց։ Հայուհիներին։ Բայց Եվրոպա։ Վզեբը։ 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 Եվրոպական բանկ էլի, նեղ կրուգում վզեբ։ Այն կինձեռներեսները, որոնք ղեկավարում են առավելագույնը 250 աշխատող եւ տարեկան 50 միլիոն եվրո շրջանառություն ունեցող փոքր եւ միջին ձեռնարկություն, կֆինանսավորվեն եւ խորհրդատվություն կստանան գործարար կանայք ծրագրի միջոցով։ Ծրագրի մեկնարկը տրվեց այսօր։ Պարտադիր պայման է, որ աշխատում ենք միայն տեղական կազմակերպությունների հետ եւ այս ծրագրի շրջանակներում գործնական կառավարումը, այսինքն որոշում կայացնող անպայման պետք է լինի կինը։ Բա որ կինը ուզենա ձեռնարկության ամբողջ գումարը ծախսել նոր մեյքափի վրա, կամ մանիկյուրի վրա, կամ ինձ սեքսիստական նկատառումների համար սպանելու վրա։ Լավ, իսկ կոնկրետ ինչքան փող են տալիս այդ զվեբենք։ Ասեցի, վզեբ, ընդհանրապես վզեբ միայն նեղ ընկերական շրջապատում։ Քո համար պարոն վզեբ։ Ձեր վզվեբություն։ Լավ է։ Լավ։
Ծրագիրը ֆինանսավորում են Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական բանկը, Եվրամիությունը եւ Շվեդիայի կառավարությունը։ Արևելյան գործընկերության երկրներում ծրագրի իրականացման համար ՎԶԵԲ-ի նախնական ներդրումը կազմել է $55 միլիոն, Շվեդիայի կառավարությունը հատկացրել է մոտ 5.2 միլիոն եվրո, Եվրամիության հարևանության ներդրումային հիմնադրամը 4.5 միլիոն եվրո։ Լիքը փող, եթե ես կին լինեի լուրջ կմտածեի ձեր ներեցությամբ զբաղվելու մասին։ 8-20 նվեր լինի բոլոր կանանց մարտի 8-ի կապակցությամբ։ Այո, ինչպես ասում են, լավագույն նվերը մարտի 8-ի օրով դա 65 միլիոն եվրոն է։ Այ տենց գեղեցիկ նախաձեռնություն։ Ու գացես ոչ մի բան չէր կարող խանգարել այս խանդավառ մթնոլորտը, բայց մեկ էլ Միջոցառումը անսպասելիորեն ընդհատեց բնապահպան Աննա Շահնազարյանը, հիշեցնելով, որ ՎԶԵԲ-ի ֆինանսավորմամբ են ընթանում ամուլսարի ոսկու հանքերի պաշարների ուսումնասիրությունները, իսկ հանքի շահագործումը աղետալի հետևանքներ կունենա։ Հանքերը ֆինանսավորելով կանանց մղում են մաննավաճառության։ Իսկ որ հանքարդյունաբերության վատ է բնության ոչնչացումներ, պոչամբարներ, բան, չէ՞։ Միամիտ ես դու։ Ուղղակի զուտ տեխնիկապես ոնց է դա մարմնավաճառությունը ոնց է շատացնում։ Նայ, այդքան փորում են, չէ՞, այդ հողը։ Անդադ ոնց որ ներսու դուրս են անում այդ հողի մեջ, բան ոնց որ հասկացության վրա է։ Հասկացա, բայց բնապահպանական հետևանքներ չկան, ասենք ընդերքի թունավորում, քիմիական պոչամբարներ, անտառների ոչնչացում։ Նման իրավիճակ առաջ է բերում ալկոհոլի չարաշահում, մաննավաճառության նոր կամ ընդլայնվող ցանց։ Մարմնավաճառների ընդլայնված ցանց ալկոհոլ։ Հա, որտեղ հանք է բացում, մարդիկ սկսում են ուտել, խմել, սեքսով զբաղվել։ Բայց լուրջ, հանքերը ինչ կապ ունեն մարմնավաճառության հետ։ Հանքերը ֆինանսավորելով կանանց մղում են մաննավաճառության եւ սա փաստ է, որը գրված է փաստաթղթում։ Աննա, ջանım այ դու այդ փաստաթուղթը մեզ։ Ինչպես նաև պարոն Բագրատյան, մենք դեռ սպասում ենք այն կատակային փաստաթուղթը։ Որը։ Այնքան էին նախանձեսևացել, սկսել էին մտածել մազուտի գործից մի հատ հիմարություններ, հասկանում եք, բացարձակ հիմարություններ, որ նույնիսկ այդ միակ դեպքն է, որ դատախազությունը փորձեց գործ հարուցել, վերջում կանցեց շնորհակալություն հայտնեց, իսկ այդ մազուտի գործով հայց ներկայացած մարդիկ եկան ասին կատակել ենք։ Այդ թուղթը կա այսօր, կատակել ենք։ Թուղթը կա։ Հա, այդ երկու փաստաթուղթներն ուղարկեք մեր հասցեին, էլ ինչ կլինի։ Վերադառնանք մեր հանքերին։ Իրականում ամեն ինչ այդքան հեշտ չէ։ Այո, հանքերի պատճառով բարգավաճում է ալկոհոլի օգտագործումը եւ մարմնավաճառությունը։ Բայց կան նաեւ բացասական կողմեր։ Այո, բացասականն էլ ներկայացնենք։ Վերջինիս հետ էլ սերտ առնչվում է սեռավարակների տարածման հետ հանցագործությունների աճ։ Նման մի րոպե, արտահայտություններ ուղղակի եւ անուղղակի ոչ ուրիշ չի։ Այ սեռավարակները արդեն համը հանում են։ Ասա Եվրոպա ջան, եթե որոշել եք խթանել մարմնավաճառությունը, հենց արեք որ այդ սեռավարակներն կանխվեն։ Ինչ պետք է անենք քո կարծիքով։ Պահպանակները բաժանեն։ Հա։ Հա։ Սեռավարակների տարածման խնդիրները մեղմելուն ուղղված գործողությունների շրջանում լինելու է պահպանակների լայն հասանելիության ապահովումը։ Համել բաժանելու պահպանակ։ Մի րոպե, էլի փորձենք հասկանալ։ Եվրոպացիք ստեղծում են հանքեր, որոնք բնությանը վնասելու փոխարեն զարկ են տալիս սեքս ինդուստրիային, զարկ են տալիս գինեգործությանը, ալկոհոլի օգտագործման տեսքով եւ ձրի են բաժանում։ Վայ, պահպանակներ։ Թեկուս պահպանակ։ Ստեղ հարց առաջանում։ Բա որտեղ են փորձում մեզ գցել եվրոպացիք։ Մարկ Դեյվիսը տեղյակ է, որ Հայաստանում հանքարդյունաբերության նկատմամբ ձևավորվել է բավականին բացասական վերաբերմունք, սակայն նա հորդորեց հաշտվել այն մտքի հետ, որ տնտեսության այդ ճյուղը եղել է ու լինելու է Հայաստանում, քանի որ այն բավականին եկամտաբեր է։ Նա նաև կոչ արեց բնապահպաններին ուղղակի վստահել ՎԶԵԲ-ի ծրագրերին, իրենք կարևորում են շրջակա միջավայրի պահպանության հարցը։ ՎԶԵԲ ջան, բնությունը ջանդամ, ինչքան հասկանում ենք, մեզ ավելի շատ մտահոգում է մարմնավաճառների ցանցի ընդլայնումը։ Եվ սա դեռ ամենը չէ, չմոռանանք կարևորի մասին։ Լինելու է պահպանակների լայն հասանելիության ապահովումը ջերմուկում եւ գնդեված համայնքներում։ Մենք ձեզ ուրեմն ուզում ենք դա ցույց տալ։ Խնդրեմ պահպանակներ։ Ջերմուկում ու գնդեվազում սպասվում է տուրիստական բում։ Հա, ու Թայլանդի տուրիզմն է թքելու։ Հա, ու Ուկրաինայից մեծ ներգաղթ է սպասվում։ Ու մնացեք մեզ հետ։ Մնացեք։ Բայց այդ միջոցառումը կին ձեռներեցների աջակցման մասին չէ։ Այո, մի քանի մակարդակի վրա, բոլոր կին ձեռներեցների։ Մեր սեփական Կարլը վերջապես որոշեց ընդունվել բու։ Ну, որոշելը որն է, մենք ասենք Կարլ, գնա ու ընդունվի բու, գնա ուսում ստացիր։
Եվ նա գնաց, ուսումը քաշեց Կարլին։ Կարլը դեռ ուսում չի քաշել, բայց ուսումը իրան քաշում է։ Դիտեք իր ռեպորտաժը դրա մասին։ Ես այժմ գտնում եմ կրթություն 21-րդ դար ցուցահանդեսին եւ կփորձեմ ինձ համար գտնել նոր սովորելու վայր։ Բայց չկան, ոչ մեկ չկան։ Ինձ թվում է դա նրանից է, որ ես եկել էի ցուցահանդեսի վերջին 2 ժամը։ Բարև ձեզ։ Դուք ֆրանսիական համալսարան եք, չէ՞ ներկայացնում։ Ինձ թվում է ես ուշացել եմ, թե դեռ ժամանակ ունեմ։ Ուշացել եք ճիշտ ասած։ Մեր հաղորդումը առաջին ռազմայնասիրականն է, հա, դուք արտադրում եք առաջին հայկական սմարթֆոնները։ Իսկ կարող է նվիրեք։ Ոչ։ Կծանոթացնեք ձեր պայմաններին։ Մեր համալսարանը լեզվահասարակագիտական է, ուղղությունը ավելի շատ շեշտը դրված է լեզուների վրա, ունենք բազմաթիվ լեզուներ ու ավելի մանրամասը երևի։ Ես սովորում եմ պոլիտեխնիկում, հա, ցանկանում եմ գալ ձեր մոտ, թեկուզ առաջի կուրս նստեմ։ Ես ուղղակի մի հատ խնդիր կա, ոնց որ լեզուները ընդհանրապես չեմ սիրում։ Չեք սիրում եւ չեք էլ տիրապետում ոչ մի լեզվի։ Լավ ռուսերեն եմ խոսում։ Очень хорошо говорю։ Հայերեն։ Եվ ու էլ չգիտեք ոչ մի Վերջ։ Վերջ երևի Ես շատ եմ ցանկանում գալ ձեր մոտ, ես լավ եմ սովորում, ուղղակի ալարկոտ եմ։ Ուրեմն մեր համալսարանում դուք չեք կարող մնալ։ Մեր համալսարանում եթե լավ չեք սովորում, դուք դուրս եք մնում։ Շանսեր չունեմ ընդհանրապես։ Չէ։ Հավատացեք մեր դասախոսական կազմը այնպիսի մեթոդներով այդ ամեն ինչը ձեզ կմատուցի, որ դուք արդեն կցանկանաք տիրապետել։ Ճիպոտներով, հա։ Չէ, ընդհակառակը ավելի շատ եվրոպական մոտեցումներ են ցուցաբերում, այսինքն ավելի ազատ։ Ես կրթությունից հաճույք կստամ։ Այո, վստահեցնում ենք։ Իսկ դուք բռնել եք ձեր ձեռքը հայկական սմարթֆոնը։ Երբեք։ Կարող եմ։ Խնդրեմ։ Վերցրեք։ Առաջին անգամ չի միանում։ Հա, ոնց որ շատ անհարմար բան ստացվեց։ Լավ, ես ուղղակի շատ եմ ռեպորտաժներ անում, հիմնականում չեմ գալիս դասի, դա օքեյ է։ Չէ, այդքան էլ նորմալ չի։ Իրանք հավատում։ Ընդհանրապես մենակ դիպլոմն է պետք, ես կանեմ։ Մեզ մոտ հաստատ դիպլոմ չեք ստանա, եթե չսովորեք։ Նույնիսկ գումարով։ Նույնիսկ գումարով չեք։ Չէ, ինձ սխալ դուք հասկացաք։ Ես կաշառքետ եմ։ Իսկ կան ֆիլմեր մեծերի համար։ Մեծերի համար իհարկե, մենք ունենք ամենատարբեր տարիքային ֆիլմեր մեծերի համար։ Հիմա ֆոկուսը նորմալ է ձեր համար, թե չէ։ Իսկ թվում է դզեք։ Ձեր աչքերը։ Կիսվեք ձեր տպավորությունը։ Նու ես հիմա ստանում եմ մաքսիմալ շատ հաճույք։ Տեսնում sense կլոր մեծ բաներ։ 2 կլոր մեծ բան։ Իսկ թվում է ես շանսեր չունեմ ձեր համալսարանում ընդունվելու։ Ինչու դուք հույսը ձեր դրել եք կաշառքի վրա միայն։ Սիրուն աչքերիս վրա նաև։ Չի ասի։ Դե իմ սիրելի կանայք, այսքանն էր այսօր Arm Comedy-ն։ Վերջում մաղթում ենք բարի վիդեոբոց։ Դիտեն մենակ կանայք, տղամարդիկ մի դիտեք։ Այդ դրա համար լուր նստեք, որպեսզի կարողանաք լսել։ Եթե աղմկում եք, աղմկեք։ Շոգի ինչ եղավ այսօր։ Ինչ։ Օրը համարը ավարտվեց ու ոչ ոք չի մոտեցել ու ամասում կատակ արեմ ձեր մարտի ուտի։ Մաշ դրա մարտի։ Ձեր մարտի ուտը շնորհավոր։ Mardiot. And he keeps them out of sight. You know where that shark bites. Բարև հերոստատիտող։ Ահա եւ մենք մնացինք երկուսով։ Երեքով։ Խնդրում եմ get 1 վայրկյան հատկացրու, like դիր սույն տեսանյութին, բաժանորդագրվիր ալիքին եւ comment գրի, որ հետո ցույց տանք։ Մենք խոստանում ենք, որ որևէ comment չի սպրդի մեր ուշադրությունից։ Ահավասիկ ուղարկեք նաև վիդեոներ, են որ դեմից դնում ենք դրա համար։ Ու անպայման չի ինչ որ արտասահմանցներն են ու ողջունեն։ Ուղղակի կարակ դուք կլնեք ու լոգ դուք ողջունեք էլի։ Ահա այսքանը ուզում էինք ասել։ Այժմ շրջվենք եւ դիտենք ձեր կոմենտները։